Ողջույն բոլորիդ, բարի ողջույն, բարի երեկո, մյուս տեղը բարի առավոտ, աշխարհասփյուր հայություն, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ եթերում է։ Տեսնենք այսօր էլ պիտի մեզ խանգարեն թե ոչ։ Միացողներին կխնդրեմ անմիջապես տարածել այս ուղիղ եթերը, դնել խմբակների մեջ եւ բոլոր հնարավոր միջոցներով փոխանցել, որպեսզի այս խոսքը լինի հասանելի բազմահազար մարդկանց համար։ Այժմ սկսում ենք ավանդության համաձայն աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Զգործը ձերած մերոց ուղիղ արայ մեզ Տեր, եւ զգործը ձերած մերոց հաջողյա մեզ։ Փառքոր եւ օրդվո եւ օգվույն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Դուր ինձ իմաստություն, զբարիս խորհել եւ խոսել եւ գործել աչիկո ամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց, փրկյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղից ամեն։ Ահավասիկ սիրելիներ, այսօրվա ուղիղ երարցակումը սկսում ենք հետեւյալ հայտարարությամբ։ Այսօր ընթերցեցի հրապարակ օրաթերթի, որը այս ամբողջ շրջանում իրեն դրսևորել է կեղծիքներ եւ հերհուրանքներ տարածող մի փաստորեն այսպես մի օրաթերթ, որը զբաղվում է փաստերի աղավաղման եւ այլասերված բաներ, աշխատողներ ունի այնտեղ։ Մեկի հետ ես եմ գործ ունեցել այն բանի բերումով, որ անցած տարի ճիշտ այս ժամանակներում եւ հունվարի ուրեմն սկզբին, այսինքն այս տարին արդեն, որ հունվարին առաջի օրերին էր, երկու վրա հոդված են ստահոդ հրապարակել եւ միշտ էլ տեսել եմ, որ նրանք պատվերով են աշխատում, այսինքն իրենք ազնիվ չեն եւ անարդար չեն, ինչպես որ պետք է լինի չեզոք մամուլը, որը լրագրողների առաքելությունն է, մատուցել ուղակի այս կամ այն տեղեկությունը եւ ոչ թե ապատեղեկատվական համակարգ աշխատեցնել։ Այսօր տարածվեց մի գրություն, չգիտեմ ոնց անվանեմ, նամակ, բաց նամակ, թե բան որպես ինչ որ մի գրություն, իբրև թե Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի հայության անունից։ Մեկ դերակատարին ես իցավ սիրտ պիտի արձանագրեմ, որ ես ճանաչում եմ անձամբ եւ այս մարդը մոլորվել է, շեղվել է ճշմարիտ ուղուց, դա Սպարտակ Տերավետիսյանն է, նույնիսկ առիթ եմ ունեցել իր հետ եթեր անել, ինչի համար այսօր կզղջամ ես, որովհետեւ այս մարդը ուրեմն չի գիտակցել, թե ինչ է հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին, ինչ է մեր եկեղեցու խնդիրը, առաքելությունը, դերը, եւ առհասարակ չի հասկացել նամանավանդ հոգեվորականների կարեւորությունը, որոնք գործում են Սփյուռքում, Հայաստանի սահմաններից անդին։ Եվ փորձեց այսօր ուրեմն ձեռնոց շպրտել մի քանի հոգեվորականների անունները տալով, բայց ես ոչ մեկին չեմ պաշտպանելու, որովհետև ոչ Վարդան եպիսկոպոսը, ոչ էլ Տեր Խոսրովը, որը ծառայում է բանում, Ռիգայի եկեղեցում հայկական, նրանք իրենց դիրքորոշումը չեն հայտնել այս հարցի վերաբերյալ, բայց ես պետք է եւ հրապարակել եմ մի գրություն նաեւ ես, հայտարարություն իմ էջում, ի պաշտպանություն բարձրաշնորհք Վազգեն arczepiskopos Միրզախանյանի Բալտյան հայոց թեմի բարեխնամ առաջնորդի։ Անձամբ ճանաչում եմ Սրբազանին, ես իրեն ոչ միայն շատ հարգում եւ սիրում եմ, անձնապես ես այդ մարդուն ճանաչում եմ երկար տարիներ եւ կարող եմ միայն ու միայն բարին, դրականը խոսել իր մասին։ Ես շիտակ մարդ եմ։ Երբևիցե չի եղել մի բան, որ ես իմ ասածը չասեմ։ Նույնիսկ Վազգեն Սրբազանին էլ ես այն ժամանակ, որ լռում էին, չէին խոսում, ես իրեն ասում էի։ Դե մենք միշտ շփվել ենք եւ միշտ ընկերական ենք շփվել, բայց ես միշտ էլ իմ ասածը ասել եմ իրեն։ Ասել եմ, որ պետք է ազնիվ գտնվել, քայլ անել եւ ահավասիկ տեսեք, տաղավարից, հայկական ժամանակից իմիջիալոց պիտի այստեղից արձանագրեմ Հերմինեն շատ լավ լրագրող է, պրոֆեսիոնալ, ես շատ եմ համակրում իրեն, ինքը շատ ազնիվ աղջիկ է եւ անաչառ։ Ուրեմն իսկապես անում է իր գործը։ Հարցազրույց վերցրեց Վազգեն Սրբազանից, այնտեղ նա ասեց, որ ասեց մենք նախկինում մենք մեզ դավաճանած էինք, դավաճանել ենք մեզ, որովհետեւ միշտ ներսրտվել ենք, մեջ բերում է իր խոսքերից, բայց ասում է կատարել են կաթողիկոսի կամքը, այսինքն պոռնիկի կամքն են կատարել, կաթողիկոս չի նա,
Նա երբեք չի կարող անվանվել ամենայն հայոց կաթողիկոս։ Նա սատանա է, որը կաթողիկոսի տիտուղոսն է, գողացել եւ այս հակուսներով հանդես է գալիս կլոունի պես, ծաղրացու է նա։ Ծաղրացու ուղակի եկեղեցուց է ցիրկ սարքել։ Ոչ թե նա ցիրկում է աշխատում որպես ծաղրացու, այլ նա եկեղեցին է վերածել ցիրկի։ Այսա մեծ ողբերգություն է։ Եվ շատ լավ շտկել է այս նամակը պաստորեն բանը, այդ խոսքը շատ շիտակ էր ավելի ճիշտ, եւ ես այս խոսքը ուղում եմ բնականաբար հայ համայնքներին, մասնավորապես կրոնական համայնքների մասին է խոսքը, մեր ժողովրդի այն հատվածը, որ ապրում են այսօր Բալթյան երկրներում, Էստոնիայում, Լիտվայում եւ Լատվիայում, եւ ովքեր որ հաճախում են մեր Հայաստանի Արաքելական Սուրբ Եկեղեցին, ուղում եմ իմ խոսքը իրենց նախ եւ առաջ իմ դիմումը թեմական խորհրդի անդամներին, այդ կազմին, եւ ծխական խորհրդի վարչություններին։ 3 վարչություն կա այնտեղ Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում եւ իհարկե թեմական խորհուրդը։ Այն բանի բերումով, որպեսզի նրանք շատ լուրջ անդրադառնան զրպարտիչ այդ խոսքերին հրապարակ օրաթերթից, որոնք հնչեցին այսօր, եւ առնվազն կարգի հրավիրեն Սպարտակ Տերավետիսյանին, ինչպես նաեւ մյուսներին, ով որ Լիտվայում կամ Էստոնիայում, ուրեմն դրատակ ստորագրել է այս կեղծ տեղեկատվության համար, այս սդահոտ նամակի համար։ Վազգեն Սրբազանը եղել է միշտ Հայաստանյաց եկեղեցու ամենակարկառուն ներկայացուցիչներից, հոգևորականներից մեկը։ Այն փաստի բերումով, որ նա մեծ ամակ ունի, չնայած ինքը երիտասարդ է դեռ, կարծեմ 60 տարեկան կա թե չկա, չգիտեմ, կարծեմ կա։ Երևի կա։ Ինձնից մի քիչ ավակ է ընդամենը։ Վազգեն Սրբազանը ինքը իր կյանքը ամբողջությամբ, ուզում եմ դա ընդգծել, նվիրել է Հայաստանյաց եկեղեցուն։ Ես շատ լավ ճանաչում եմ Վազգեն Սրբազանի գործունեությունը։ Շատ լավ եմ ճանաչում։ Ինքը այն բացառիկ հոգևորականներից է, որը իսկապես հետք է թողել իր գործունեությամբ։ Որտեղ որ նա ծառայել է, որտեղ որ նա գործել է, նա միայն արժանացել է բարի խոսքի եւ հետք է թողել այն իմաստով, որ նա լավ գործ է արել։ Զրոյից կարող եմ ասել, նա կառուցել է քարոզչական կենտրոնը։ Պատրաստել է ուսուցիչներ։ Ես սա ուզում եմ ընդգծել, ես դրա մասին արդեն իսկ մի քանի անգամ ակնարկել ասել էի, բայց այսօր առավել եւս պիտի խոսեմ, որովհետեւ Սրբազան հայրը ուսուցիչներ է պատրաստել եւ այդ ուսուցիչները բավական աշխատանք են տարել։ Բավական ավետարանի խոսքն են տարածել, ավետարանի լույսն են բերել մեր մատաղ սերունդին, ինչը շատ գնահատելի է։ Ես չեմ խոսում Կիրակնորյաներին, որ Արարատյան հայրապետական թեմում էր նա զբաղվում, Արագածոտ թեմում իբրև առաջնորդական տեղապահ, շատ հիասքանչ նորից աշխատանքներ է ունեցել, ինչպես Վիրահայոց ուրեմն թեմում Վրաստանի պաստորեն մեջ նմանապես։ Եվ ես չեմ խոսում Էջմիածնում իր գործունեությունը, որ վերջի տարիներում թեև այս ընկճված վիճակի մեջ հայցակարգերի ինչ որ բաժին ստեղծված է դիվանատանը, պատկերացրեք, որ այս սադանա արշակի պաստորեն ամենօրյա այս տականքի վերահսկողության ներքո այնուամենայնիվ Հայաստանյաց եկեղեցու շահի համար է գործել Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Հիմա որպեսզի sense պատկեր չստեղծվի, որ այդ մարդը լրիվ սուրբ է, ես ուզում եմ ասել, այո, չի խոսել, վախեցել է, ինչպես մյուս 9 հոգիները։ Այս մասին բարձրաձայնել նախքան Նիկոլ Փաշինյանի աջակցությունը։ Որովհետև այս մարդիկ arczepiskoposներ են ու եպիսկոպոսներ եւ շատ բան բնականաբար ունեն կորցնելու եւ չեն կարող գնալ հենց այդպես նետվել աշխարհում ինչ որ գնալ ուրիշ բաներով զբաղվել։ Ես դրանց հասկանում եմ, իրենց դրության մեջ միշտ էլ մտել եմ այդ իմաստով, բայց միշտ հորդորել եմ իրենց եւ երբեք չի եղել։ Եթե հարցնեք անձամբ Սրբազանին, ինքը պիտի միշտ վկայի, իմ ասածը պիտի հաստատի, որ Տեր Սահակի հետ շփվելուց, այո, նախկինում Տեր Սահակը քանի անգամ իրեն կոչ է արել, ասել է, որ խոսի Սրբազան, խոսի, բարձրաձայնի։ Փառք Աստծո, այդ օրը եկավ։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել, ինձ համար ամեն մի եպիսկոպոս, ով որ այսօր այս հարցը բարձրացրեց, ինձ համար անկախ դրանից, թե նախկինում նույնիսկ եթե ես այդ մարդկանց նկատմամբ
միապահաղ եմ եղել կամ ինչ որ անտարբեր բան մոտեցում ունեի, այսօր չեմ կարող դա ունենալ։ Այսօր ես իրենց բոլորի նկատմամբ մեծ հարգանք եմ ուրեմն տածում եւ իհարկե գնահատում եմ իրենց այդ արդար ձայնը, որ բարձրացրեցին, քանի որ նրանք եկեղեցու իշխաններն են, ուզում եմ դա ընդգծել եւ շեշտել, որպեսզի բաց նայենք այս իրողությանը։ Քահանաներս ինչքան ուզում է խոսենք, բայց երբ որ խոսում է եկեղեցու իշխանը բարձրաստիճան հոգևորականը, այն էլ 10 հոգի դա շատ կարեւոր է եւ առանցքային դերը ես ուզում եմ այստեղ տալ նաեւ Հովնան arczepiskopos Տերտերյանին, որը նմանապես նախկինում ես գտել եմ, որ ինքը շատ թերություններ ունեցող անձնավորություն է, բայց այդ արարքով նա մաքրեց իրեն, մաքրեց ուղղակի։ Հիմա ինչպես կարող եմ ես վերաբերվել Հովնան arczepiskoposին, իհարկե միայն ու միայն դրական։ Նույնը կարող եմ ասել Նավասարդ arczepiskopos Կճոյանին, եթե նախկինում ինչ որ հարցեր իմ մոտ կային, այսօր չկան այլևս այդ հարցեր, ինչպես չեն հասկանում մեր ժողովրդի զավակները։ Ես մեծ հարգանքով այսօր կանգնած եմ Սրբազան հոր կողքին, Նավասարդ arczepiskopos Կճոյանի կողքին, եւ գիտեմ, որ նա հզոր եւ հեղինակավոր անձնավորություն է բոլոր պարագաներում։ Եվ ինչու՞ չէ, եթե ինքը նույնիսկ նախկինների հետ ժամանակին ուներ սեր կապեր, ապա այդ չի նշանակում, որ այդ նախկիններից այս մարդիկ, որոնք Նավասարդ Սրբազան այսօր այս գաղափարի շուրջ է միացնելու կտրիչ Ներսիսյան սատանայի դեմ, որովհետեւ սա համազգային խնդիր է։ Եվ մի կարծեք, կան մարդիկ, որոնք սերժական են, բայց կտրիչից օծիկ են թափ տալիս, կան մարդիկ, որոնք ռոբիկական են, բայց կտրիչից օծիկ են թափ տալիս։ Ես չգիտեմ Սամվել Կարապետյանի թայֆեն, որովհետև նախ Սամվել Կարապետյանը Տաշիրից է, գիտեք, չէ, Կալինինո, նա կաթոլիկ է։ Նա դավանանքով կաթոլիկ է։ Ես ունեմ հարցեր իրեն տալու, որովհետև նա Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու զավակը չէ, նա հայ կաթոլիկ եկեղեցու զավակ է։ Ուստի նա պետք է իր գործերով զբաղվի, որ պիտի նրանք այդ կեղտոտ փաստորեն լեզուն, որ նա հանել է մինչև բանտ նետվելը, հա, բանտից էլ չի հանգստանում, տարբեր բաներ է խոսում եւ դրել է տարբեր մարդկանց։ Նրանք պիտի միանշանակ ըմբռնեն մի փաստը, սիրելի ժողովուրդ։ Կաթոլիկ է այս մարդը, կաթոլիկ եկեղեցում գնա, խնդիրներ կան, բազմաթիվ եւ բազմապիսի, այնտեղ այդ հարցերով զբաղվիր։ Կտեսնեմ, կհարգեն քեզ կաթոլիկները, եթե դու գնաս կաթոլիկների մեջ խաժումուշը ստեղծես։ Այստեղ լրիվ ուրիշ հարց է, լրիվ ուրիշ հարց է։ Հարցը կտրիչ Ներսիսյանի անձն է, իր գործելավոճն է եւ այն անփարունակ վիճակը, որը նա ստեղծել է, որտեղ հակապետական մարդ է։ Ես երեք բացատրել եմ։ Պետական մտածելակերպ չունի եւ այդ դրա շուրջն է ամեն բանը պատտվում։ Միշտ սпасարկել է օտարի շահը, որտեղ իր համար պետությունը եղել է Ռուսաստան, Հայաստան չի եղել իր համար, երբևիցե պետություն։ Եվ դրա համար ինքը սпасարկել է Ռուսաստանի շահը, նա չգիտի ինչ է նշանակում պետություն։ Որտեղ պետությունը միշտ իր պատկերացմամբ դա Ռուսաստանն է, Մոսկվան է, կենտրոնը, Կրեմլն է։ Այ խնդիրը ստեղ է, սիրելի ժողովուրդ։ Եվ բնականաբար Հայաստանի ժողովուրդը այսօր պետք է այս բանի մասին խորհի, որ այս մարդը լինելով գահակալ նստելով Էջմիածնի լուսավորչի գահին, օտարի ջրաղացին ջուր է ածել։ Լցրել է ջուրը օտարի ջրաղացին, ի նպաստ իրենց շահերի, բայց ի վնաս մեր պետական շահերի։ Ես պետական շահը վերադասում եմ քանստի ազգային շահից։ Ես բարձ եմ ասում, ինձ համար պետական շահը ավելի կարևոր է, քանստի ազգային նեղ շահը, որտեղ ազգային շահը նմանապես կուսակցական շահին է նմանում։ Պետություն հասկացողություն այլ բանն է։ Իսկ ինչի չեն կարող այդ մտքի հետ համակերպել, հաշտվել, որտեղ պետություն չենք ունեցած։ Դարեր շարունակ մենք եղել ենք այդպես օտարի լծի տակ եւ դրան ենք վարժվել։ Օտարը եղել է տանտերը մեր, այսինքն տնվորի կարգավիճակով ենք ապրել Հայաստանին մեջ։ Սա է եղել ամենամեծ խնդիրը, որը որ այսօր բարձրաձայնել են այդ հենց 10 arczepiskoposները, եպիսկոպոսները, որտեղ նրանք պետականամետ մարդիկ են առաջին հերթին։ Եվ դրա համար նրանք հասկացան, որ այդ քայլը անհրաժեշտ է անել։ Եկեղեցին փրկել է պետք, եկեղեցին չի կարող վերածվել քաղաքական հարթակի, երբևիցե։ Ես հիմա աշխատում եմ մի հոդվածի վրա, որը պետք է մի քիչ հետո հրապարակեմ, երբ պատրաստ կլինի, քաղաքականություն եւ եկեղեցի։ Այդ երկու փաստորեն բաները, որ անհամատեղելի են, հա, հոգեվորականությունը չի կարող մխրճվել քաղաքական process-ների մեջ։ Սա անընդունելի է։
Սա Քրիստոսամերժ է։ Սա չի կարող երբևիցե լինել Աստվածահաճո։ Եվ այն տեսարանը զազրելի, որ մենք տեսանք, ինչ էր, որ քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչները, այդ թվում մեր ձևով, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը, այդ թվում նաև Դաշնակցական կուսակցության, կարծեմ Իշխան Սաղաթելյանը, այս մարդիկ եկել էին Էջմիածին, ոչ թե աղոթքը բարձրացնելու մեր տիրոջը, եկել են այնտեղ խայտառակությամբ իրենց քաղաքական թեզերը առաջ քաշեն, հարթակ են դրել այնտեղ։ Եվ 10 արքեպիսկոպոսներին եւ եպիսկոպոսներին, մեր եկեղեցու լավագույն, կարող եմ ասել, առանցքային դերակատարներին, որտեղ Նավասար Սրբազանը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ է, դուք հասկանում եք Կարոլ Գոլի, այսօր կտրիչը ոչինչ ունի։ Արարատյան հայրապետական թեմը ազատագրված է, իրեն չի ճանաչում։ Այսինքն ինքը այլևս հայրապետական թեմ չունի, ինքը ով է։ Կուկուշկայաթորն է, մենակ այդ կուկուշկայաթորն է ինքը, ուրիշ ոչինչ։ Եվ մնացյալ բոլոր եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները, որոնք այդ 10 հոգիներ իրենց դիրքորոշումը հայտնեցին եւ անվանել իրենց թիրախավորելով, որ գնացեք ձեզ համար կաթողիկոս ընտրեք եւ աղանդ կառուցեք, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղակի դավադրություն մեր ժողովրդի եւ հայաստանյաց մայր եկեղեցու նկատմամբ։ Այսինքն ինչ որ հայտարարել էին այս մարդիկ, քաղաքական այս ուժերի ներկայացուցիչները, նրանք ուղակի դավադրության մասին բացել են փակագծերը։ Տերորի մասին են խոսել։ Որտեղ այս խոսույթները կոչվում է տերոր։ Ինչ աղանդավորականության մասին խոսք կարող է գնալ։ Այնտեղ ոչ մեկը աղանդավորական չէր, ով որ եկել էր։ Նույնիսկ այս մարդիկ, որ եկել են հակառակ կողմին, նրանք աղանդավորներ չեն։ Նրանք եկել են այնտեղ քաղաքական նկրտումների համար։ Եվ քաղաքական նկրտումներին հասնելու նպատակով նրանք սովորել էին 26-ամյա այդ ամբողջական շրջանի մեջ հայոց կաթողիկոսությունը ուրեմն աշխատացնել, օգտագործել իրենց քաղաքական նկրտումների համար։ Այսինքն նրանք մայրաթորը խաղալիք էին սարքել։ Եվ քանի որ Կտրիչ Ներսիսյանը բորնիկ է, որը որ լեգիտիմ կաթողիկոս չէ, որը որ խուժան է, եւ նրանք լավ գիտեն իրեն, շատ լավ, եւ կոմպրոմատներ ունեն, լեփլեցուն, այդ դրա համար իրենք օգտագործում են իրեն, այսինքն իրան ասել են, որ պիտի մենք այնտեղ ինչ ուզենանք անենք։ Ինքն էլ ասել է իհարկե։ Ախպերությունն է։ Իսկ սա չպիտի լինի եկեղեցում։ Այդ դրա համար մենք ուզում ենք դա վերացնենք այնտեղից։ Ոչ մեկ եկեղեցին չի բաժանել, ինչպես որ մարդիկ փորձում են մեղադրանք առաջադրել։ Բացարձակապես եկեղեցին բաժանել է Կտրիչ Ներսիսյանը։ Ավելին կասեմ, Կտրիչ Ներսիսյանը եւ նրա մանկապիղծ եղբայրը, այդ Կարո, թե Եզրաս, ինչ ուզում եք անվանեք արդեն։ Նրանք բաժանել են ժողովրդին։ Այս սա է։ Մեր խնդիրը պետականամետ հոգևորականներին պատրաստել, որովհետև իշխանությունները կփոխվեն, բայց պետությունը մնայուն է։ Կաթողիկոսները կերտան, բայց եկեղեցին է մնայուն, կաթողիկոսները գնայուն են, բայց եկեղեցին է մնայուն։ Նմանապես իշխանությունները գնայուն են, բայց պետությունն է մնայուն։ Հիմա, եթե այսօրվա պետության հիմնադիրները, այո, ես չեմ վախենա, որտեղ 4-րդ հանրապետությունը կհարճակեմ ես այս հարթակից այն օրը, երբ Կտրիչը պատմության աղբամանում կհայտնվի։ Ներկա իշխանություններն են, հետևաբար ուրեմն մենք պետք է հարգանք տածենք այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Ես չեմ խոսում այն մասին, որ աստվածաշնչյան ճշմարտությունը, որը հորդորում է ամեն մեկից հնազանդվել իշխանությանը։ Բայց այս մարդիկ նաև կայացնում են պետությունը, եւ դա շատ կարեւոր է։ Հիմա խոսում եմ Տեր Ավետիսյան Սպարտակետ, ասում է, ես ավելի շատ եմ ասում շենքեր կառուցել երկրաշարժի ժամանակ, քան թե Փաշինյանը, ինքը Փաշինյանը նույնիսկ չի ասում Նիկոլը, քո Նիկոլը, ինձ այդպես է ասում։ Հիմա ինչ պատասխանես այս մարդուն։ Սովետական ժամանակ, երբ որ երկրաշարժը եղել Հայաստանում, սովետական բյուջեն, որը տրամադրել էր, ինքը որպես շինարար շենքեր էր կառուցում աղետյալ գոտում։ Սա նշանակում է, որ ինքը բարիք է ստեղծել, ոչ։ Նա արել է իր աշխատանքը։ Բարեխիղճ չի արել, չի գողացել, չի կերել այդ շինանյութերը, չի ծախել եւ այլն։ Այդ չի նշանակում, որ ինքն է կառուցել։ Իսկ այստեղ քանդված պետությունը, որ ավերակ էր, երկրի իշխանությունը սկսեց կառուցել։ Այս դաժան պայմաններում, այս դժվարին ահավոր վիճակների մեջ։ Եվ ով կարող է ուրանալ, ով կարող է ասել, որ Հայաստանի մեջ չկա
մի նոր իրականություն, որտեղ որ կարծում եմ այն հատվածը մեր ժողովրդի, որ երկար տարիներ չի եղել, եթե գնա այնտեղ, կույր պետք է լինեն, որ չտեսնան, որ փոխվել է։ Ինչն է փոխվել, շատ բան է փոխվել։ Ոչ մենակ խոսքի ազատությունն է եղել, այլ ուղղակի այդ ահավոր երկիրը, ահավոր էր, ահավոր, ես ասում եմ, կործանված էր։ Ինչ ահավոր դպրոցներ, մանկապարտեզներ, փաթաղ էր տիրում, ճանապարհներ, որը ասենք, լույս չկար գյուղերին, այդ ճանապարհներին։ Այդ չեմ խոսում, որ այսօր այս մարդը ամեն ինչ պատրաստում են, կառուցում են, փայլուն է աշխատում կառավարությունը։ Փայլուն է աշխատում կառավարությունը։ Այս ժամանակներում ճգնաժամային իրավիճակներն են ամենտեղ, ես Եվրոպայում եմ ապրում։ Այստեղ ճգնաժամ է։ Եվ պատկերացրեք, որ եթե այս բարեկեցիկ պետություններում այսօր մեծ դժվարություններ կան եւ ճգնաժամային իրավիճակ կա, ապա Հայաստանում այս բոլորը այնուհանդերձ կա, բայց ղեկավարությունը մտածում է, որ այս վիճակը նրանք կարային ոչինչ չանեն, չէ, բայց չեն կարող, որտեղ քանդած էր այս երկիրը, նրանք ստիպված են ամեն ինչին, ուրեմն զոր տան, որպեսզի այս ահավոր փոսից անեն Հայաստանը եւ հանել են։ Եվ հանել են, այսօր ով որ չի գնահատում, նա կույր է։ Կամ նա հատուկ սադրանքներով է զբաղվում։ Սա փաստ է, սիրելի ժողովուրդ, ուրիշ ասելիք չկա այստեղ։ Եվ բնականաբար ինչի են պախարակում 10 եպիսկոպոսներ եւ մասնավորապես Վազգեն arczepiskopos Միրզախանյան, որտեղ ինքը հրապարակային խոսքով հանդես է գալիս։ Եվ ինչպես ցույց է տալիս համացանցը, ինքը սիրվեց, ժողովուրդը իրեն ընդունեց։ Եվ դրա համար ես այստեղից կոչ եմ անում մեր ժողովրդին, ինձ համար այսօր ամենառեալ տեխնացուն ինքն է, կաթողիկոսական տեղապահի, դա Վազգեն arczepiskopos Միրզախանյանն է, եւ պետք է բոլորը սատարեն իրեն։ Եվ կարծում եմ հայ ժողովուրդը ինձ հետ կհամաձայնվի եւ անհրաժեշտության դեպքում գալու են Էջմիածին եւ ազդելու են այդ եպիսկոպոսական ժողովի որոշումների վրա, որպեսզի Վազգեն arczepiskopos Միրզախանյանը տեղապահ ընտրվի։ Որտեւ ես կարող եմ իր հետ կապել եկեղեցու բարեկարգման խնդիրները։ Իմանալով այս մարդու ունակությունները, իր մակարդակը կրթական, որ ինքը մտավորական, խելացի հոգևորական է, հավատավոր հոգևորական է, ինչ անհրաժեշտ է։ Այս 10 հոգիները ես առհասարակ 10 հոգիներին պիտի ասեմ, որ առանցքային դեր պիտի ստանձնեն։ Այդ թվում նաև Գևորգ Սրբազանը։ Նախկինում տեսնում եք, ես Գևորգ Սրբազանին նախկինում դատապարտել եմ, բայց հիմա ես շատ մեծ հարգանքով լցված եմ Գևորգ Սրբազանի նկատմամբ, որտեղ նա քաչ երիտասարդ եպիսկոպոս է եւ արել է այն, ինչ որ ուղղակի ուրիշ մեկը իր տեղը չեր անի։ Իր համար շատ դժվար էր։ Ես կարծում եմ շատերը կհասկանան այդ պատտեքստը, որ ես ասում, շատ դժվար է իր համար այդ քայլը անել, բայց նա համարձակ արել է։ Երևի այդ 10 հոգուց միայն ինքը այդքան դժվարություն ուներ։ Այն հավասարը գլխան չեն ընդունում այս խուլիգանին։ Ձայն չէր հանում, այո, չէր հանում, բայց նավասարդը երբեք իր հետ հարց չի եղել։ Նույնն էլ Առաքել arczepiskopos Քարամյանը, իր հետ երբեք հարց չի եղել։ Հիմա վաղը Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդը, ինչ շատ հոգեհարազատ անձնավորություն, որին շատ եմ սիրում եւ հարգում նմանապես եւ ճանաչում եմ իրեն անձնապես, քանի որ իր հովանու ներքո եմ ծառայություն ունեցել Կոտայքի թեմում։ Եվ Սրբազանը միշտ բարձր է գնահատել իմ ծառայությունը։ Առաքել arczepiskopos Քարամյանի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում ասում եմ, որը ես եմ նաեւ վերաբացել։ Ես առիթ եմ ունեցել Աստծո ողորմության արժանացել եմ եւ իմ կյանքի ընթացքում 3 եկեղեցիները վերաբացել եմ Հայաստանի մեջ, որոնք մեծ ընդմիջումից հետո գործեցին, այսինքն սովետական ժամանակ փակվեցին, հետո գործեցին։ Դա Արինջի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին էր գյուղում, հետո Փարաքարի Աստվածածին եկեղեցին, այդ այրոպորտի ճանապարհին, որ գնում եք, եւ մյուսը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բայց Աստվածածնի Սուրբ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում 3 ամիս խնդրեցին Սրբազանը եւ ես, այսպես ասած, հունի մեջ դրեցի, հիմա ես գիտեմ, որ լավ հոգեվորական կա այնտեղ, որը որ գործում է եւ ուրեմն այս եկեղեցին արդեն իհարկե իր ծուխը ունի, իր համայնքը ունի, իր, այսպես ասած, առօրյա հոգեվոր կյանքով ապրում է։ Ուզում եմ ասել, որ սիրելիներ, այս մարդիկ, ովքեր որ հայաստանյաց առաքելական եկեղեցում ունեն
այսօրվա դրությամբ այդ միջոցները, որոնք ունեն հեղինակություն, որոնք ունեն շրջապատ, ինչ որտեղ այստեղ էլ շատ կարևոր է։ Նրանք օգտակարություն պիտի բերեն այս զարթունքին, այս ահավոր անպարունակ վիճակից դուրս հանելու, այս փոսից հանելու եկեղեցին ամբողջությամբ, մայրաթորը։ Այստեղ նաև մեծ, ես կարծում եմ դերակատարումը նաև Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը պիտի ունենա, որտեղ նա էլ հզոր հոգևորական է։ Ես հույս ունեի, որ Հակոբ Սրբազանը կմիանա Ուրուգվայի, բայց չգիտեմ, նա մի քիչ վատառող չէ, մեծահասակ է, բայց ես գիտեմ, որ նա միշտ եղել է դեմ Կտրիչ Ներսիսյանին։ Այսինքն շատերն են դեմ, սիրելի ժողովուրդ, ես վստահ եմ, որ դեռ մարդիկ կլինեն, ովքեր որ կգիտակցեն, որ օրվա հրամայականը պահանջում է, որ դրանք անպայման քայլ պիտի անեն։ Քայլ պիտի անեն։ Այլապես շատ դժվար է հետագայում իրենց համար լինելու։ Եվ բնականաբար ես կրկնում եմ, այսօր այս համայնքները, որ քիչ առաջ խոսեցինք բալթյան երկրների մասին, դրանք պետք է շատ հստակ իրենց համար արձանագրեն, իրենց դիրքորոշումը հայտնեն նաև գրավոր կերպով հայտարարությամբ հանդես գան, որպեսզի լեզուները կտրեն նման այլախոհների, ովքեր որ փորձում են այսօր սատանա Կտրիչ Ներսիսյանի եւ դրա մանկապիղծ եղբոր Եզրած Կարո լրտեսի ջրաղացին ջուր լցնեն։ Մենք ընդունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեությունը, առավել եւս ողջունում ենք այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գլխավորության վսեմաշուկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնում է եւ նախաձեռնել է վեհարանը վեհի այս կարևորագույն շարժումը, որը պսակվելու է հաղթանակով հաջողությամբ։ Ես կասկած չունեմ։ Իհարկե, այս եպիսկոպոսները ռահվիրաններ են ուղակի, իրենք այն առանցքային դերակատարներն են, որոնք միացած պետության ղեկավարի հետ փաստորեն այսօրվա այս ճակատագրական պահին այս հարցին ուզում են տալ բարենպաստ լուծում, որպեսզի մեր եկեղեցին չպարակտվի եւ աղանդավորական շարժումները, որոնք վխտում էին զանազան աղանդավորականները Հայաստանի մեջ, այլևս այդ թափ ու հույսը չունենան։ Իսկ Կալինինոյի կամ Տաշիրի այդ Սամոյին ես մի բան պիտի ասեմ, նախ ուզում եմ ասել հետեւյալը։ Գիտեք, ես այն ժամանակ, որ նոր ձեռնադրվեցի, գնացել էի ներողություն դեռ մինչև ձեռնադրություն, Սարգսակի էի եւ մի գեղեցիկ օր Գրիգորիս arczepiskopos այժմ հանգուցյալ Բունացյանի հետ մենք գնացել էինք Տաշիր, ինքը ինձ ցույց տվեց այն եկեղեցին, որտեղ ես պիտի ծառայություն ունենամ, Սուրբ Սարգիսը Ստեփանավանի ձեռնադրությունից առաջ ինձ տարավ եւ այնտեղ հանդիպում եղավ Կարեն Կարապետյանի հետ, եղբայրն է, կարծեմ այդ Բուլկի, եթե չեմ սխալվում, հայրը։ Ուրեմն Գրիգորիսը իրեն լավ էր ճանաչում, եկավ բան, հետո ինձ ասեց, որ ինքը մեծահարուստի եղբայրն է եւ այլն, այսպես մեծահարուստն են, դեռ որ նոր էր գնացել, բայց արդեն այնտեղ փողերը կրփում չրփում էր Սամվել Կարապետյանը, հա։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ այդ խոսքը գնաց բան, ինձ ասեց, բայց գիտես, ասես մի բան կա այստեղ։ Ասեցի, ինչ է Սրբազան, ինչ հարց կա։ Ասեց կաթոլիկ են նրանք։ Այն վաղտմանից արդեն ես գիտեմ հստակ, որ այդ Սամվել Կարապետյանը կաթոլիկ է։ Հիմա հարց եմ ուղղում այդ նոր ձևով շարժման, այս ապուշներին, որ եկել եք պաշտպանում եք Կտրիչ Ներսիսյանին, բայց դուք այդ եկեղեցու անդամը չեք։ Այդ նույնը, որ աղանդավորականները վաղը գան Կտրիչ Ներսիսյանին սկսեն պաշտպանել։ Ինչ տարբերություն։ Կամ ռուսները, չգիտեմ, փոքր այն ազգությունները, փոքրամասնությունները, որոնք ապրում են Հայաստանում, գան Կտրիչ Ներսիսյանին պաշտպանեն։ Չեմ զարմանա, եթե նրանց փող տավաղը Կտրիչը ասի բերեք դրանց եկեղեցին լցնենք, ասենք հավատացյալ են։ Սրան էլ չեմ զարմանա։ Այսինքն ամեն ինչից պիտի տեղյակ լինես, որպեսզի այս բոլոր բաները իր տեղը դնես, սիրելի ժողովուրդ, սա է։ Եվ ավետարանական ճշմարտությունները, որոնք այսօր ես ցայտուն կերպով իմ գրառումի մեջ դրեցի, որպեսզի մարդիկ ավել պակաս բաներ չխոսեն։ Մի վնասեք եկեղեցուն, մի վնասեք։ Տիրադավ ոչ մեկը տիրադավ չէ։ Այդ ձեր նշված մարդկանցից, որ անվանում եք, նրանք ոչ մեկը տիրադավներ չեն, որովհետև Կտրիչ Ներսիսյանը փառք Աստծո մեր Տերը չի եւ առավել եւս մեր Աստվածը չի։ Նա ընդամենը մի ստահակ է, մի աֆերիստ, մի պոռնիկ, որը Գրիգոր Լուսավորչի Սուրբ Աթոռը գողացել է։
Եվ նմանապես, որ ասում եք նրանք դավաճանեն, ում են դավաճանել։ Հուդա եք անվանում, ում եք։ Ինձ էլ են գրում, գիտեք, ես էլ եմ ստանում նման բաներ, Հուդա։ Հուդան դավաճանել է տիրոջը, մատնել է։ Հիմա ես կասեմ ով է Հուդան, իրական Հուդան ով է։ Իրական Հուդան դեմքով էլ է նման, եթե ուշադիր նայեք, Կտրիչ Ներսիսյանն է Հուդան, իրական։ Ինչի է ինքը Հուդան, որտեղ ինքը նախ եւ առաջ սովորեցնում էր մարդկանց, որոնք պիտի դառնան հոգեվորական մատնությանը, քահանաներին պարտադրում էր մատնել իրար, Արարատյան հայրապետական թեմում 100 բան դեպք գիտեմ, որ այս բանը տեղի է ունեցել։ Հասկանում եք։ Կան կենթանի քահանաներ կան, որոնց կարան բերեմ աչքը խոթեմ, որոնք կվկայեն, որ տեսակը ճիշտ է ասում, չի խափում։ Ինչ էր կատարում Արարատյան թեմում։ Եվ Հուդան նա է, որը նա ուխտը դրժել է, ոչ մենակ կուսակրոնության, նաև աղքատության ուխտն է դրժել ու սկսել է զբաղվել բիզնեսով եւ ամբողջական եկեղեցին վերածել է բիզնես բոստանի։ Այստեղ է հուդայականությունը։ Ոչ թե Հուդան նա է, որը ուրեմն ճշմարտությունն է խոսել։ Եթե Հուդան ճշմարտությունը խոսել, ուրեմն Քրիստոսի ամենասիրելի աշակերտը պիտի դառնար։ Հովանեսն էր, չէ՞, Քրիստոսի սիրելի աշակերտը։ Հուդան կլիներ այդ ժամանակ, եթե ճշմարտությունը խոսեր։ Տեսեք ոնց են աղավաղում Աստվածաշնչյան իրականությունն ու փաստերը։ Կամ ում են տիրադավ անվանում։ Այսինքն նույնիսկ բառերի նշանակությունը չեն հասկանում այս մարդիկ, ուղղակի ուզում են վիրավորանք հասցրած լինել, որպեսզի դեմը առնեն իրենց կարճ խելքով, պիտի դրանով խանգարող հանգամանք հանդիսանան, չի ստացվելու։ Քանի որ ազգը մերժել է Կտրիչ Ներսիսյանին, վաղուց, շատ ոնց է ինչպես որ ասում են սփյուռքահայերը։ Մերժված է նա, ինչպես Ռոբիկն ու Սերժիկը մերժված են։ Հայոց հասարակությունը նրանց քաղաքական ֆակտորը, հա, գործոնը չի ընդունում, առավել եւս չեն ընդունում հոգեվորական որպես Կտրիչ Ներսիսյանին։ Չեն ընդունում մարդիկ, չեն սիրում իրան, օծիկ են թափ տալիս։ Եվ իմիջայլոց այլ շարքերը համալրում են, նաեւ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն, ես շատ լավ գիտեմ, որ ընդդիմության ես կսպասեմ։ Ուրեմն այդպես է, ընդդիմությունը շատերը ընդդիմության մեջ չեն ընդունում, որոնք նույնիսկ Փաշինյանին չեն սիրում, հակառակ են, բայց չեն ընդունում Կտրիչ Ներսիսյանին, Կտրիչ Ներսիսյանի դեմ են նրանք։ Այսինքն ինչ եք խոսում դուք։ Ուստի, սիրելի ժողովուրդ, եկեք սատարենք Վազգեն arczepiskopos Միրզախանյանին, դատապարտելով այդ փոքրիկ խմբակը Բալթյան երկրներից վայրը հաճող, գլխավորությամբ աֆերիստ Սպարտակ Տեր-Ավետիսյանի, որը փաստորեն ինքը գործել է մեծ մեղք։ Եվ այսպիսով մենք պիտի հասկանանք, որ այլևս այս մարդկանց նմանապես պիտի մերժի համայնքը։ Համայնքը պիտի մերժի նրանց։ Քանի որ նրանք ուզում են պղտոր ջրի մեջ ցուկ փորձան։ Նրանց նպատակը դա է, անկեղծ չեն այդ մարդիկ։ Եվ իհարկե, ես կուզեմ ասել, որ անխուսափելի է փոփոխությունը, այլևս տեսակ չէ, բլոկ դրեց։ Այդ չի կարա Կտրիչը ելույթ ունենա հունվարի 1-ին, ինչի չի կարա։ Գլխի ընկեք, չի լինելու նա հունվարի 1-ին այլևս։ Այդ դրա համար էլ այլևս իրան հանել են այնտեղից, որտեղ ոնց կարող է Կտրիչը խոսել։ Ինքը կաթողիկոս չի, ինքը շարլատան է, շարլատանը ինչ գործ ունի, շանտիկլյոր է նա։ Շարլատանը կամ շանտիկլյորը կարող է ամանորյա ուղերձով հանդես գալ, ոչ։ Նա չի կարող։ Ես կարծում եմ, որ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը պիտի ամանորյա ուղերձով հանդես գա։ Համենայն դեպս իմ ցանկությունը, իմ տեսլականը եւ իմ համոզումը դա է։ Այլ ոչ թե Կտրիչ Ներսիսյանը։ Այդ շայկան մաքրվելու է, այդ եկեղեցին պիտի սրբագործենք։ Ինչպես ենք սրբագործելու։ Իհարկե, ավելով ենք անելու այս մարդկանց ուղարկելու ենք վանքերը։ Ճկնության, որնակ ապաշխարեն, արտասունքով լվանան իրենց գործած մեղքերը։ Այս սա ենք անելու։ Մենք ոչ մեկին փողոց չենք քաշում, մենք ուզում ենք, որ դրանք գնան բանկերում ճկնեն, ապաշխարեն, մեղքերը խոստովանեն, դարձի գան եւ հետո վերաքննեն իրենց համապատասխան, ուրեմն նորաստեղծ մարմինը, ատյանը, եկեղեցում եւ վերադառնան իրենց արդեն հոգեվոր ծառայությանը։ Այս է մեր ծրագիրը։ Մենք եղեր չեն կարող ոչ մեկին իրականացնել։ Նրանք են արել դա մեզ հետ, նրանք են ուզել մեզ վնասել։ Տեսեք, ապորինի որոշումը անօրինական ապորինի ձևով բան է արել, գերագույնից հանել է։ Նախ դու ով ես որ հանես, ազգային եկեղեցական ժողովն է ընտրում գերագույն հոգևոր խորհրդի անդամներին եւ ինքնը կարող է նրանց ուրեմն դուրս հանել։
դու ով ես։ Իր վրա շատ բան է վերցրել։ Քոպակը Կտրիշ Ներսիսյան։ Բայց չի հասկանում, որ ժամանակը արդեն պրծել է, վերջացել է ինքը։ Իսկ Եզրասը անխուսափելի է իր Ուկրաինա գնալու արտահանձնեն իրեն մեր պետությունը, սա մեծ բարիք կլինի հայ ազգին, նաև Հայաստանի Հանրապետության պատիվը կբարձրացնի եւ հեղինակությունը, որտեղ Ուկրաինան մեզ հետ խնդիր այսօր ունի։ Իրա պատճառով ունի խնդիր։ Ուկրաինայի ժողովուրդը այսօր լծված է հայության դեմ, այդ տականքի պատճառով։ Իրանով էր ստիպել ինքը մարտուղարգի սպանության։ Ինչի խառնվեց։ Իրա ինչ գործներ։ Այ դուք ձեզ հարցվեք, թե խառնվեց եւ ինչի համար է կազմակերպել զանգվածային սպանությունները Ուկրաինայում Եզրած չարքեպիսկոպոս Ներսիսյանը։ Քանի որ հանձնարարականներ ունի, իսկ չի կարա չանել։ Մանկապիղծ է, այս սա են շանտաժում։ Իր մանկապղծությունը, Ռուսաստանի հատուկ ծառայությունները դրա համար էլ տրտում են այդ քայլի։ Ուրիշ բացատրություն չկա։ Միակ բացատրությունը սա է տրամաբանական։ Այսքանը սիրելի ժողովուրդ, շատ տարածեք, կսպասեմ ձեր գրառումներին, լայքերը անվճար են, բարձրացրեք տեսանյութը։ Ես իհարկե նախապես շնորհակալ եմ այդ YouTube-յան ալիքներին, որոնք տարածում են իմ խոսքը, Աստծո ձայն հաղորդաշարը, եւ այսպիսով մենք տասնյակ հազարներով, եթե ոչ հարյուրավոր նաեւ լինում են նյութերը, որ 100,000-ից ավելի անցնում եւ ավելին, որ ունենանք ուրեմն բազում դիտումներ եւ իհարկե կսպասեմ նաեւ ձեր մեկնաբանություններում ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ, ձեր դիրքորոշումը եւ կհանդիպենք նորից խաղաղ գիշեր բոլորին, աչնարարչական, բազուկասպրչական, Սուրբ Խաչատրյունական ինձ ես պահաբան հայսում է մինչև հավիտյան ամեն եւ ավանդական ուրեմն խոտերի թեյը, որ ես սիրում եմ խմել, շատ ոչ մենակ առողջարար է, այլ նաեւ դրանով եմ կենացը բարձրացնում։ Ուրեմն թող Տերը պահապան լինի Վազգեն arczepiskopոսին եւ մյուս սրբազան հայրերին, վաղվա պատարակն էլ ընդունելի լինի Աստծո մոտ եւ ազատագրվի վերջապես Էջմիածինը, մենք էլ ուրախանանք։ Հույսով ենք, որ ձմեր պապին մեզ այս տարի ուրեմն ասեցի, հույսով եմ, որ ձմեր պապին մեզ համար լավ նվեր է պատրաստել, մեզ համար այս անգամ նվերը կլինի այն, որ Կտրիշ Ներսիսյանին չգտնենք, անհայտանա այլևս Էջմիածնում։ Այսքանը հաջողություն ձեզ, կհանդիպենք նորից խաղ գիշեր։